Եթե ունեք 1 տուփ կաթնաշոր, ապա այս բաղադրատոմսը հաստատ փորձեք։ Այսօր պատրաստում ենք անուշաբույր փխրուն թխված քաբլիթներ, որոնց միջուկը կարող է լինել թե շաքարավազ, թե ավանդական խորիզ։ Դրսից ստացվում են խրխրթան, իսկ ներսից անուշահամ և փափուկ։ Ամենակարևորն այն է, որ պատրաստվում են շատ արագ, պարզ բաղադրիչներով և ստացվում են առաջին իսկ փորձից։ Եթե սիրում եք հեշտ, տնական և անչափ համեղ քաղցրավենիք, ապա այս բաղադրատոմսը հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Եկեք միասին պատրաստենք։ Կաթնաշորի վրա ավելացնում ենք փափուկ կարագը, 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ և այսպես պատարագ օգնությամբ տրորում ենք։ Խորհուրդ կտամ այս թխված քաբլիթները պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ որքան արագ պատրաստվում, նույնչափ արագ էլ վերջանում են, չափազանց համեղ են ստացվում։ Սա նաև հարմար տարբերակ է, որի միջոցով կաթնաշորը կարող եք ներառել ձեր երեխաների սննդակարգում։ 180 գրամ ալյուրի վրա ավելացնում ենք 1 թեյի գդալ փխրեցուցիչ, մաղելով ավելացնում ենք թաց բաղադրիչների վրա։ Եթե կաթնաշորը չոր է, օգտագործվում է 180 գրամ ալյուր, եթե այն խոնավություն է պարունակում, ավելացրեք ևս 1 ճաշի գդալ։ 1-2 րոպե հունցում ենք, ստացվում է ձեռքերին չկպչող փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Թողնում ենք հանգստանա մոտ 10 րոպե, այնուհետև բաժանում ենք 2 հավասար մասերի։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք 1000-ից ավելի նոր և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Կրկնակում ենք առաջին գունդը, թիակի կամ դանակի օգնությամբ ծայրերը հավասարեցնում ենք, այնուհետև զիգզագաձև դանակով բաժանում ենք 8 ուղղանկյունների։ Միջուկի համար կօգտագործենք խորիզ և շաքարավազ։ Քանի որ խմորը պատրաստելիս շաքարավազ չենք օգտագործում, թխված քաբլիթները ստացվում են միջին քաղցրությամբ։ Բացված գնդի վրա ավելացնում ենք խորիզը և գլանաձև փաթաթում ենք, ինչպես տեսնում եք, շատ պարզ և հեշտ է։ Ջեռոցի տապակի վրա պարտադիր յուղաթուղթ ենք դնում, որպեսզի թխված քաբլիթները իդեալական թխվեն։ Նույն եղանակով կտրում և ձևավորում ենք շաքարավազով թխված քաբլիթները։ Այս բաղադրատոմսով ստացվում է 16-ից 18 հատ թխված քաբլիթ։ Քանի որ խմորը նուրբ և փշրվող է, գլանակները ես ձևավորում եմ թիակի օգնությամբ, այսպես շատ հեշտ է, դուք էլ փորձեք։ Նախապես տաքացնում ենք ջեռոցը, թխում ենք 20-ից 25 րոպե, մինչև գեղեցիկ համաչափ կարմրեն, ջերմաստիճանը 180 աստիճան։ Գեղեցիկ տեսք հաղորդելու համար թխուկների վրա ցանում ենք շաքարի փոշի և մատուցում ենք։ Արդյունքում ստանում ենք փխրուն, բերանում հալվող անչափ համեղ թխված քաբլիթներ, որոնք վերջանում են հաշված րոպեների ընթացքում։ Սա իդեալական բաղադրատոմս է, անպայման դուք էլ փորձեք։